Madam Chair, first of all, I would like to thank the delegation of Turkey for Տիկին նախագահ, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը Ստամբուլում հյուրընկալելու համար եւ շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման արդիվ։ Սիրելի գործընկերներ, մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս եւ զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարևոր դերը եւ նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով իսկապես իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման։ Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա։ Այն նաեւ ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական, ներառելով թրիպուղու իրագործմանն ուղղված քայլերը Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում։ Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային։ Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն եւ հոգատարություն, փոխադարձ վստահություն կառուցելու համար։ Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների փակումը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։ Եվ վերջապես, այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Շնորհակալ եմ։